Խոստացել է, որ մեզի հետ է ամեն պարագայի մեջ։ Ուզեմ ձեզի փոքր համար կարդամ Հռոմեացիս գրքից։ Վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք ու խաղաղություն։ Ինչի համար կարդացի այս համարը, երբեմն կհարցնեմ ձեզի ուրախ եք առավոտները Ժողովը կսկսենք, բայց այս առավոտ ուզեմ հարցնել խաղաղ եք, որտեղ խաղաղությունը Աստծո կողմից կգա և անկախ պարագաներից, անկախ իրավիճակներից, երբ որ գիտենք մեր Տեր Աստվածը ամեն բանի Տերն է և մեզ ունի իր ձեռքի մեջ և ինքն է մեր առաջնորդը, այդ խաղաղությունը ունենք, հանգստություն ունենք, որ Տերը ամեն բանին տեղյակ է և ամեն բան գիտե ինչից է, որ անցնում ենք և մեզի պիտի հոգա ինչպես խոստացել է։ Եվ այս գեղեցիկ առավոտը եկեք ոտքի վրա լինենք, սկսենք մեր պաշտամունքը, պաշտոնապես, գեղեցիկ երգով, հրավիրենք Տերոջը, արդեն մեր մեջն է ինչպես խոստացել է, և օրհնենք, օրհնվենք, ուրախանանք, ցնծանք, պաշտենք մեր Աստվածը։ Հոգիով և ճշմարտությունով։ Իջիր արքա Անոնց հետ գտնված ադեն կաբսպրեր անոնց, որ Երուսաղեմ է չհերանան, հաբա սպասեն հորը խոսմունքի, բասնզի իրավ ովանես չրով մգրդեց, բայց թուք ասկե շատ օրեր չանցած, սուրբ հոգիով պիտի մգրդվի։ Սուրբ հոգույն ծերվա եկած ատենը, զորություն պիտի անեք, ու ինձի համար վտանը պիտի եղակ, Երուսաղեմի մեջ և բոլոր Հռոմեաստանի ու Սամարիայի մեջ, ու մինչև երկրի ծայրերը։ Անոնք ամենը միապանությամբ միշտ աղոտ ու աղաչակ կնեին, և երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենն ալ միապան մեկտեղ էին, ու հանկարծակի երկինքեն ցայն մի եղավ, սասկացունչ հովի մցայնի պես, և բոլոր դունը լեցուց։ Երբ այդմած լեցուներ լեցան, երես որպես վերակել, ու ամենն է ունարացավ, և ամենն աղոքով սրտով լեցացան, ու սկսան դիշեցներով խոսել, ինչպես հովին իրենց խոսի ակար։ Եվ բազմությունը մեկտեղ եկավ, ու խռովեցավ, ամենն ալ կսկանչանային ու կզարմանային
Եվ իրարու գսեին, չէ որ ասում ամենն ալ որ կխոսին Գալիլեացի են, ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը, որու մեջ ծնած ենք։ Այս Պետրոս խոսեց անոնց, ասիկա անեն ու ձեր դղակը և ձեր աղջիկները պիտի մարգարեյանան, ձեր երիտասարդները տեսիքներ պիտի տեսնեն և ձեր ձերերը երազներ պիտի տեսնեն։ Իմ ծանաներուս վրա, իմ աղախիներուս վրա, այն օրերը իմ հոգիներս ու պիտի մարգարեյանան։ Դեր մեր զորավոր հայր, բերգին քո եկեղեցին հավաքված է քո եկեղեցի շենքի մեջ, պաշտելու և փառաբանելու քեզ, քո խոսքը լսենք Տեր իմ Աստված, հոգևոր սնունդ ստանալու այսօր, լցվենք մենք քո հոգով այսօր Տեր իմ Փրկիչ, ինչ խոսք որ լսում ենք, ինչ որ անում ենք, փառք ու պատիվը քեզ տանող Տեր իմ Աստված, խոսքը թող մեր մեջ տեղ վերցնի, և ոչ թե միայն մեր մեջը մնա, այլ տանենք մեր չորս կողմը Տեր իմ Աստված բաժանենք։ Հայր իմ Աստված, դու գիտես մեր ընտանիքի կարիքները, մեկ առ մեկ բարձրացնում ենք քեզի մեր կարիքները, խնդրում ենք աղոթելով Տեր իմ Աստված, որ դու հատուկ քո ձեռքով թփչես, թե բժշկություն է, թե կարիքներ, ինչ որ քո զավակներին կարիք կան Տեր իմ Աստված։ Քեզ ես Տեր գոհար քրոջն եմ բարձրացնում, որ գործողություն եմ ունեցել։ Խնդրում եմ Տեր իմ Աստված, առակ ձևով բժշկվի վերականգնվի, քո ձեռքդ իրա վրա լինի Տեր իմ Աստված։ Ամբողջովին կատարյալ ձևով առողջ լինի Տեր։ Քո ողորմություն, քո շնորհքը բոլորիս վրա և քրոջ վրա Հիսուսի անունով։ Պետրոս եղբորն ենք Տեր իմ Աստված բարձրացնում իր առողջական համար։ Դու գիտես իր ֆիզիկական կարիքները, հանձնում են քո ձեռքերի մեջ Տեր իմ Փրկիչս։ Վարդուժ քրոջ ճնշումի համար Տեր իմ Աստված կատարյալ ձևով բժշկես։ Ոչ միայն խոսքեր են, որ բարձրացնում եմ Տեր իմ Աստված, այլ այն հավատքը, որ կա, այն հավատքով, որ մոտենում ենք քեզ, խնդրում ենք, որ դու լսես մեր աղոթքները, ինչպես միշտ լսում ես, և քո զորավոր ձեռքդ երկարացնես, քո ձեռքդ երբեք կարճ չի եղել, քո խոսքդ կարդում ենք, և մեզ սովորեցնում է, որ մենք քեզ կարող ենք դիմել, և մենք տեսնենք բժշկություններ և հրաշքներ և նշաններ, և խնդրում ենք Տեր իմ Աստված, որ կարգավորես մեր քրոջ ճնշումը, խնդրում ենք սա, և Տեր իմ Աստված շարունակ բարձրացնելով մեր սիրելի Սակուլիթին Տեր, իր առողջականի համար, իր գործողությունը, որ կատարվեց իր օրերի համար, Տեր խնդրում ենք, որ իրեն օրհնես, Տեր խնդրում ենք, որ իրեն վրա յուրահատուկ, Տեր իմ Աստված, քո սերը թափի իր վրա իր բժշկություն կատարվի։ Այսօր ամբողջ աշխարհով մենք Տեր տակն ապա, Տեր իմ Աստված այսօր աղջկաս է դնում ենք և տեսնում ենք տարբեր բաներ մտել ենք, Տեր ուղղակի նայում ենք մեր չորս կողմ ինչեր է կատարվում։ Փողոցներն մարդիկ առանց տունի են, փողոցներ մարդիկ թմածուցիչներին կախված։ Տեր իմ Աստված, քո ձեռքի մեջ վերցնես այն մարդկանց, որ ազատագրվելու կարիք ունեն, բժշկվելու կարիք ունեն։ Տեր իմ Փրկիչ, քո եկեղեցին թող արթնանա, թող եկեղեցին զարթնի իր քնած տեղից, Տեր իմ Աստված, և քո գործը քո կամքդ կատարվի երկրի վրա, ինչպես որ երկրում դու պատրաստած ես։ Շնորհակալ ենք այսօրվա համար, շնորհակալ ենք, որ մեզի նոր մի օր զարթնացրեցիր և այսօր հավաքվելու ենք և վայելելու ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք ամեն քո բարիքներիդ համար, նույնիսկ դժվարությունների մեջից փնտրելով քո դեմքը, մխիթարվելով, առաջնորդվելով։ Եվ այսօր Տեր իմ Աստված, հավաքելով եկեղեցի, որպես Պենտեկոստ օրը, հոգեգանստական օրը Տեր իմ Աստված, Սուրբ Հոգին ուղարկեցիր մեր մեջ և զորացրեցիր մեզի։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք։ Եվ այս ամենը մենք խնդրում ենք Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով,
Ամեն։ Sur
Երբ Սուրբ Հոգին մեր մեջ, իմ մեջ գործե, չէր կարող կանենք։ Չեն աշխատիր ավելի, քան թե այն չարը, որ կգործե դուսը։ Ուստի այս երգերը թող մեզ զորացնի, որ առանց վախի զորությամբ թե վկայենք, թե ծառայենք, թե մեր քրիստոնյա լինելը ոչ թե միայն եկեղեցում երևա, այլ նաև դուրսը, որ Տերոջը բախին համար Աստված օգնի մեզ բոլորիս։ Ամեն։
Խնդրեմ, որ Եղիշ եղբայրը իր աղոթքով աստուտագանի բաժինը Տերոջի ձեռքերում անցնի։ Արավորյան երկնավոր Սուրբ Հայրս, ախրամենևս շնորհակալություն Տեր, որ մեզ կյանք տվեցիր, առողջություն տվեցիր, եկանք քո տուն քեզ հետ հանդիպելու, քեզ հետ հաղորդակցվելու Տերին։ Տեր, շնորհակալ եմ յուր բարիքների համար, բոլոր օրհնությունների համար, շնորհակալ եմ բոլոր կարիքները հոգալու համար։ Արավորյան Հայրս, խնդրում եմ աղաչում եմ, որ մեր ականջները բաց անես, մեր սրտերը պատրաստ պահես, որպեսզի քո սուրբ եւ անխարդախ խոսքը, որ քո պատգամաբեր եղբոր միջոցով որ պետք է լսենք, որ ոչ թե միայն լսողներ լինենք, այլ կատարողներ լինենք, կարողանանք մեր շուրջները գտնված բոլոր մեղավոր հոգիներին ասենք, խոսենք, վկայենք։ Երկնավոր Հայրս, խնդրում եմ, որ բոլոր հիվանդներին առողջություն տաս, բժշկես, լավացնես, առողջացնես, Արավորյալ իմ Սուրբ Հայր, խնդրում եմ, որ քո սուրբ սեղանին մասնակցելու համար մեկ անգամ ևս ներես մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր սխալները, հանցանքները, մաքրես սրբես քո սուրբ եւ անգին արյունով, որպեսզի կարողանանք մասնակցել քո սուրբ սեղանին։ Տեր, այս լումաներն, սրտաբուխ լումաները, որ հավաքվում են, խնդրում եմ, որպեսզի մաքրես, սրբես, որպեսզի միայն քո փառքի համար գործվի։ Այս բոլորը երկնավոր Հայրս խնդրեցի քո որդու, մեր անուշ եղբայր, մեր երեց եղբայր, մեր կյանքի Տեր եւ Փրկիչ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ եւ պատվական անունով միայն քո փառքի համար փառավորվի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին հավիտյանս հավիտենից ամեն։ Բարելույս բոլորին։ Այս բաղում ուզենք ծանոթանալ, եթե մեր մեջ մեկը գա, որ առաջին անգամ է գուկա, արիտն է, ինչպես ամեն շաբաթ սովորական։ Մեկը գա։ Մեկը գա, որ անցյալ կիրակի եկավ եւ ծանոթացանք իրեն, իսկ խոսեցանք Արմենակ, ուրախ ենք, բարես եկած, անցյալ կիրակի պատահմամբ եկեղեցի պատահվերջավորության եւ շատ տպավորվեցավ, սա կուկամ եւ այսօր մեր մեջն է, ուրախ ենք, բարես եկած։ Ուրախ ենք նաեւ Ռիտա Կրոչ, որ այսօր մեր մեջն է, բավականը չէ տեսած, բարես եկած դերորդ է։ Եվ բոլոր դալպարի եք եկած, դերոջը դունը հասիգա, գիրեք մենք եկեղեցի գոչենք շենքը, բայց եկեղեցին ինքը իր զավակներով լեցված, անժամանակ եկեղեցի լմա։ Ուր որալ հավակվին իրեն զավակները, եկեղեցի գոչվի, բարի եք եկած։ Այսօր հաղորդության սեղանին գիլի մասնակցին, աղոտքով, երկուղացությամբ, մեր հոգիները գնենք և ադանք դերոջը սեղանին մասնակցին։ Ամեն։ Ամեն։ Հիմա Արման եղբայրը լիգանչեմ, որ անգլերեն երկով շարունակում։ Հիշելու այսօր գալուստը երկերը ավելի սուրբ հոգու նվիրված են, ինչպես նկատեցիք եւ այս երկն նորեն աղոթքի պես ինչ-որ սուրբ հոգին կարծես կվերաբերվի ասենք հոգիով երկել, ստանալ իր փառքին համար։ Your
your hands in sweet surrender to His name. Oh, give Him all your tears of sadness, give Him all your years of pain, and you'll enter into life in Jesus' name. Jesus, oh Jesus, come and fill your hand. Jesus, oh Jesus, ով չգիտեր, որ ես 7 հատ դրոդիկ ունեմ։ Դե եկա, որ չգիտեր։ Ամենեն մեծը 6 տարեկան է, ամենեն բուջուրն ալ 1 տարի 4 ամսուր է։ Եվ ամենեն բզդիգը, Սեմին, ասան, եթե հոսը լար, ասան, գնայեր ժողովրդին, ասան գնի։ Վաու, վաու գնի, և արկե վերջը, մենք ասել է, Սեմի, հարկ ասուծով ծեպ կվերց։ Մեր երեխաները, և որ ասո խոսքով կմեցնեն, եկեղեցիով կմեցնեն, և մեջերնին կմնա։ Մեջերնին կմնա, և որ ձերանան, միան բզդիկությունը գիշ։ Իմ կիրակնորյայի դարիքիս, և որ կհաջախեի 10 տարեկան էի, ինչ որ սորված եմ, անի կմնա։ Եվ որ ասո խոսքը սորվի մանուկ ասակ են, երբեք չտեն մեջ են չև տան։ Ուրեմն կարևորություն տան բոլորիս, մեր թորնիկներուն, մեր զավակներուն իտր բուջուր են, ասո խոսքը միշտ իրենց խոսին օրինակ ալանլան իրենց։ Հիմա դերոջը խոսքը, իդի լսենք, հրավիրեմ աշոտ եղբայրը, ամեն մարդ կճաշնա աշոտ եղբայր։ Մեր փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի անով բարև եք բոլորիդ, շատ ուրախ եմ նախ եւ առաջ, որ լիքը բեմ ունենք այստեղ, ինչ առաջ վայելում մեր ես եղբորը, Փառք Տիրոջը թող Աստծո գործը աճի, զարգանա, առաջ գնա եւ ինչպես վկայեց Արման եղբայրը, երբ որ չարը գործում է այդքան ուժով եւ առանց կանգնելու, մենք շատ ավելի բարիքուրը տարածելու համար եռանդ պիտի գործադրենք, ամեն, և ամեն մեկս մեր տեղում պիտի լինենք, ամեն մեկս մեր անելիքը ունենք, մեկը չկա, որ ասի ես ոչինչ չեմ կարող անել, ես կարողություն չունեմ, եթե մեկն ու մեկս մենք մեր գործը, մեր ծառայությունը Տիրոջից մեզ տվածը չանենք, գործը ինչ որտեղ կկաղա, կթերանա, համաձայն եք իցե։ Մեկը նստած այգում ժամանակ իր անցկացնում, առավոտ շուտ էր, տեսա, որ երկու աշխատողներ եկան, որ այգու վրա աշխատում են, պաշտոնական հագնված մեքենայով, և ասեց, հետաքրքիր է կնայեմ, տեսա, որ առաջինը փոստ փորեց, երկրորդ եկավ այդ փոսը լցրեց, հետո գնացին մի 2 մետր եկում գծով, չափած, նորից առաջինը փոսը փորեց, երկրորդը փոսը լցրեց, և այդպես մինչև կեսօր։ Զարմացած մոտեցավ, ասեց, շատ կներեք, ես քանի ժամը նայում եմ ձեր գործին, բան չհասկացա, մեկը փորում մյուսը լցնում է, այս ինչ պարապ գործ եք անում։ Ասեց, եղբայր ջան, ասեց, մենք ընդհանրապես 3 հոգով ենք աշխատում։ Երրորդ մեր ընկեր այսօր հիվանդ է, գործի չի եկեց, այդ երրորդ ընկերը տունկը դնողն է, ծառը դնողն է, որ պետք է դնի։ Այնտեղ չի եկել, մենք աշխատում ենք, որ մեր ամսական առնենք։ Մենք մեր գործը անում ենք։ Ծիծաղելի է, չէ՞։ Հոգևոր ծառայության մեջ բոլորը շղթայված են իրար, Սուրբ Հոգին տարբեր պարգևներով և տարբեր շնորհներով օժտել է իր զավակների, որպեսզի ծառայությունը
բոլորս միասին անենք, Աստված այնքան է մեզ սիրում եւ տեղ տալի, որ մեզ իր գործընկերներն է համարում, հանձնում է մեզ, որպեսզի մենք այն կատարենք։ Այսօր հոգեգալուստն է եւ Գործկառաքելոց առաջին գլխի 8 համարը եւս մեկ անգամ պիտի կարդամ։ Այսօր մեր ծնունդն է, գիտեիք։ Հիմա վաճառքներս գիտեք 7 հատ թորնիկ ունենք։ Ես 2 հատ ունեմ վաճառքներ, չեմ ասել քեզ։ Պենտեկոստեի օրը եկեղեցու ծննդյան տոնն է։ Ուրեմն happy birthday։ Բոլորիս շնորհավոր, որ եկեղեցին ծնվեց եւ ծնվեց ոչ թե հայրենից ստացված անուղիղ ճանապարհներով, այլ Սուրբ Հոգին է, որ եկեղեցուն ծնեց։ Գործկառաքելոց առաջին գլխի 8 համարի մեջ Տեր Հիսուսը համբարձվելուց առաջ հետևյալ խոսքերն ասեց. Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Վախեցած աշակերտները, որ կարծես թե մի տեղ էին հավաքվել, տեսնեն գլխներն ինչ ա գալու, Տեր Հիսուսն ասում է սպասեք եւ վերևից զորություն կստանաք։ Վերին զորությունը կգա ձեզ եւ քաջ վկաներ կլինեք ոչ միայն Երուսաղեմի մեջ, ոչ միայն Հրեաստանի մեջ, Սամարիայում կգնաք, Սամարիան իրենց հակառակորդ կողմն է, չէ՞, այսինքն Ադրբեջանը կգնաք։ Եվ մինչև աշխարհի ծայրերը ամեն կողմ կգնաք եւ կվկայեք։ Մենք այսօր պիտի տեսնենք Սուրբ Հոգու աստվածության եւ ամենակարևորը պիտի տեսնենք Սուրբ Հոգու ներաբնակության եւ լեցունության տարբերությունները, որպեսզի ավելի լավ ճանաչենք Սուրբ Հոգուն։ Մենք ոչ թե պիտի խոսենք Սուրբ Հոգու մասին, այլ պիտի խոսենք Սուրբ Հոգու հետ, շփվենք Սուրբ Հոգու հետ։ Տարբերությունը մեծ է, չէ՞, եղբայրներ։ Սուրբ Հոգու մասին կարող ենք խոսել, գիտելիքներ վերցնել, բայց եթե Սուրբ Հոգու հետ չխոսենք, մեր հոգևոր կյանքը դրանից շատ կտուժի։ Եվ ավելորդ ոգևորություն էլ պետք չի։ Շատ եմ սիրում ամեն անգամ ասել, որ մենք պիտի տարբերենք ոգևորությունը հոգևորությունից։ Տարբերում է, չէ՞ սրանք։ Մեկը ոգևորված է, ասում է ընկավ ավազի մեջ, արագ աճեց, արևը եւ այլն, հետո արմատ չունենալու պատճառով այդ ոգևորությունը անցավ, չորացավ, բայց պտուղ չտվեց։ Մենք հոգևորության պիտի գնանք։ Սուրբ Հոգին Աստված է։ Աստված Սուրբ երրորդություն է։ Սուրբ Հոգին եռյակ եւ միասնական Աստծո անձերից մեկն է։ Երբ որ ասում ենք անձերից մեկն է, անբաժանելի պիտի հասկանանք։ Չկա առանձին Սուրբ Հոգի, առանձին Հայր, առանձին Որդի, անբաժանելիորեն մեկ տերություն եւ մեկ բնություն է։ Բայց որոշ բացատրություններ Աստծո խոսքը մեզ տալիս է։ Օրինակ ասում է Որդին ծնվել է հորից, Սաղմոս 2:7, իսկ Սուրբ Հոգին ելնում է հորից եւ ուղարկում է Որդու կողմից։ Կգնամ հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ ուղարկի ձեզ։ Ուրեմն ելնել, ծնվել կա, բխել կա։ Եվ սրանք երբ որ կարդում ենք, մենք ոչ թե ժամանակային պիտի հասկանանք, որ կար ժամանակ հայրը կար, որդին չկար, հետո ծնվեց, հայրը որդին կային, Սուրբ Հոգին չկար, հետո բխեց, սա ժամանակային առաջացում չի, այլ անժամանակ պատճառականություն, բաղբար ասեցի, չէ՞, պատճառը բխել է, ծնվել է հորից, բայց ժամանակային չի սա, որտեղ միշտ հայրը, որդին եւ Սուրբ Հոգին կային։ Սուրբ երրորդությունը ունի բացատրելի հասկանալի մաս, բայց նաև ունի անհասկանալի, անբացատրելի, բայց մեզ հայտնված ճշմարիտ մաս, որին հավատում ենք, նորից պիտի ասեմ։ Բաներ կա մենք կարողանում ենք բացատրել, հասկանալ, պատկերացնել թերի, բայց բաներ կա, որ մենք հավատում ենք, որտեղ Աստծո խոսքը այդպես է մեզ ասում։ Եթե այսօր մեր միտքը չի կարող ընկալել, բայց Աստված մեզ հայտնել է, ուրեմն մենք պետք է անպայման հավատանք։ Ծնունդը եւ բխումը դրանք ժամանակային առաջացումներ չեն։ Ստեղծագործության սկիզբը բոլորդ հիշում եք, չէ՞։ Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, սա Հայր Աստվածն է։ Եվ Աստծո Հոգին ջրերի վրա է շարժում, սա ով է, Սուրբ Հոգին է։ Եվ Աստված ասեց, խոսքը, բանը, լոգոսը սա ով է, Որդին է։ Սուրբ երրորդությունը միաժամանակ ստեղծագործում էր այս աշխարհը։
Տեր Հիսուսի խոսքերը շատ հետաքրքիր է Հովանու 14-16-ի մեջ, ասում է, ես պիտի աղաչեմ Հորը եւ նա ուրիշ մխիթարիչ պիտի ուղարկի ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Այս ուրիշ բառը ալոս նույնատիպ բառն է, որ նշանակում է ճիշտ իմ նման մեկը, ոչ թե ինձ փոխարինող մեկը։ Իմ օրինակի համար, երբ որ մենք գնում ենք դեղարան, հենց գնում ենք դեղ առնելու։ Ինչ դեղ եք առնում։ Դա հայաստանցի մտել է դեղարան, ասել քուրիկ ջան, մի հատ դեղ տուր, ասել է ինչ դեղ, ասել քո ճաշակոտ է, հիմա ինձ։ Ինչ ուզում ես։ Երբ որ բուն դեղը չկա եւ թանկ է, մեզ ասում են ուզեք դրա փոխարինողը տա։ Մենք հասկանում ենք, որ մի քիչ որակը ցածր է, բայց դեռ որ չկա, ինչ պիտի անենք։ Այստեղ չի ասում ուրիշ այլատիպ, այլ նույնատիպ մեկը պիտի գա։ Այսինքն ոչ թե ուրիշ մի բան, այլ կարծես թե իմ նման մեկը, ինձ փոխարինող 100%-ով մեկը, իսկ Հիսուսին 100%-ով փոխարինող բացի Աստծուց մեկը կա, ասեք, անշուշտ ոչ։ Եվ Սուրբ Հոգին մխիթարիչը եկավ։ Պենտեկոստեի օրն էր։ 50 օր հետո հրեաները զատիկ էին տոնում Եգիպտոսից ելնելուց, ճիշտ 50-րդ օրն էր։ Պենտեկոստե բառը արդեն 50-րդ օր է նշանակում։ Եվ հավատում էին, գիտեին, որ այդ օրը շատ մեծ տոնախմբություն է իրենց համար, որովհետև երբ որ իրենք ելան, 50-րդ օրը զատիկ տոնեցին։ Այս բոլորը գրված է օրինաց 32-28-ի մեջ։ Եվ այդ օրը շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Եթե հիշում եք, կռապաշտության մեջ ընկածները, երբ որ Մովսեսը վերադարձավ, նրանք շատերը պատժվեցին Աստծուց եւ գրված է 3000 հոգի, երբ որ կարդաք։ Հիմա դարձյալ 50-րդ օրն է, դարձյալ հավաքված են, տոն են տոնում միասին եւ ահա հանկարծ սաստկաշունչ հովի ձայն լսեցին։ Մենք շատ անգամ ասում ենք Սուրբ Հոգին մեղմ է գալիս, ճիշտ է, բայց երբեմն Սուրբ Հոգին սաստիկ քամու ձայնով է գալիս։ Եվ այդտեղ նստածները, վերնատան մեջ նստածները, որ շուրջ 120 հոգի էին, Սուրբ Հոգով լցվեցին եւ ամեն մեկի գլխի վրա կրակել լեզուներ երևացին։ Այրվում էին, բայց չէին այրվում։ Գլխների մազերի վրա կրակ կար, բայց չէին խանձվում։ Ճիշտ կարծես Մովսեսի տեսած այրվող մորենին լիներ, որի միջից Աստված խոսեց։ Հիշում եք Մովսես, ես քո հայրերի Աստվածն եմ։ Զարմացավ Մովսես, այս ինչ կրակ է, որ չի վառում։ Ճիշտ կրակի լեզուները իջավ իրենց գլուխների վրա եւ սկսեցին տարբեր լեզուներով պատմել Աստծո մեծամեծ գործերը, խրճակել Աստծո խոսքը։ Դուրս ելան այդտեղից փողոց իջան, հրապարակներ իջան, ուր շատ երկրներից հրեաներ են եկել տոնախմբության եւ սկսեցին նրանց լեզուներով պատմել Աստծո մեծամեծ գործերը եւ վկայել։ Այստեղ հիշված է 16 տարբեր տեղերից եկած, ուրեմն առնվազն 16 եւ ավելի լեզուներով Աստծո խոսքը քարոզվեց։ Դա առավոտյան ժամը 9 էր։ Շատերն ասացին, սրանք հարբած խմած են, բայց առավոտյան ժամը 9-ին մենակ հայր է, որ խաշ են ուտում 7-ին, 9-ին խմած կլներ, բայց հրեաները առավոտյան ժամը 9-ին դժվար թե հարբած լինեին, նրանք հարբած էին ուրիշ մի բանով, ինչով Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը այդպես է, սաստկաշունչ մղում եւ Աստծո ներկայության մեջ ճիշտ հարբածի նման իրենով լցված մի վիճակ եւ նաեւ վկայություն պատմել Աստծո մեծամեծ գործերը։ Այս օտար լեզուների կարևորությունը այդ օրը հետեւյալ 3 կետեր է բերում, ձեզ դուք ավելի շատ կարող եք բերել։ Առաջին դա պատիժ էր Իսրայելի ժողովրդին, որ ահա Աստված ուրիշ լեզուներով, ուրիշ ազգերի հետ խոսում է, օտար լեզուներով, օրինակ 28:49, Եսայի 28:11 գրված է, ես պիտի խոսեմ ուրիշ լեզուներով։ Եվ Իսրայելը կամ հրեաները, որ այդտեղ են, հասկացան, որ Աստված, քանի որ իրենք մերժեցին, յուրայիններին եկավ, յուրայինները մերժեցին, ուրեմն նրանք, որոնք ընդունեցին, նրանց իշխանություն է տալիս Աստծո որդիներ կոչվելու։ Դա նշան է հեթանոսներին, Հովել 2:28-32, հեթանոսներին Աստված իրենց լեզվով խոսելով նշան տվեց, որ դուք ընդունել եք ինձ համար։ Եթե ընդունեք Տեր Հիսուս Քրիստոսին, ուղարկված փրկչին,
դուք ընդունելի կլինեք, հարազատ զավակներ կլինեք, տնկակից կլինեք, կպատվաստվեք բուն ճյուղերի հետ եւ պտուղ կտակ եւ նաեւ պարգև էր եկեղեցու շինության համար։ Երբ որ տեսան, որ ամեն մեկը տարբեր անհասկանալի լեզուներով, բայց դիմացիները հասկանում են Աստծո մեծամեծ գործերն է եւ այս նշանը կա իրենց վրա, եկեղեցին սկսեց շինվել, եկեղեցին սկսեց քաջանալ, եկեղեցին հասկացավ, որ իրենք մենակ չեն, այլ վերևից, երկնքից Աստված իրենց հետ է։ Ուրեմն ոչ թե Սուրբ Հոգու մասին, այլ Սուրբ Հոգու հետ մենք պետք է խոսենք։ Սուրբ Հոգու այս գալը նորություն չէր, որ Սուրբ Հոգին երկրի վրա գործում է։ 5 տակարանի մեջ բազում տեղեր Սուրբ Հոգին օրինակներ պիտի տամ, գործում են մարդկանց հետ, մարդկանց մեջ, մարդկանց առաջնորդում են, բայց Տեր Հիսուսի այս պատգամը, որ տվեց եւ իջավ, այստեղ շատ կարևոր մանավանդ վարդապետական կետ կա։ Սուրբ Հոգին եկավ ներաբնակ հավիտյան հավատացյալի հետ լինելու, այլևս չի հեռանում։ Մինչև այդ գալիս եւ գնում է 5 տակարանի մեջ։ Հիմա այստեղ եկավ ներաբնակ մեր մեջ լինելու։ Հիսուսն ասում է, ես կաղաչեմ Հորը եւ նա ուրիշ մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի։ Հովհաննես 14:16։ Հավիտյան քո հետ բնակվի, ապրի քո մեջ։ Սա ներաբնակություն է։ Մենք պիտի տարբերենք Սուրբ Հոգու ներաբնակությունը Սուրբ Հոգու լեցունությունից։ Ինչու պիտի տարբերենք, որտեղ քիչ հետո մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգով մկրտված, լեզուներ խոսող, վերստին ծնված մարդիկ նորից Սուրբ Հոգով լցվեցին, գործ կառաքելուց երբ որ շարունակեք։ Ուրեմն Սուրբ Հոգու ներաբնակությունը ունեն, ոչ թե Սուրբ Հոգին դուրս եկավ, նորից եկավ, այլ Սուրբ Հոգով լցվելը ուրիշ փորձառություն է։ Եվ սա այսօր մենք պիտի շատ հստակ պատկերացնենք։ Սուրբ Հոգուն ունենալու համար կամ ընդունելու համար բացարձակ եւ միակ պայմանը հավատքն է։ Հավատա եւ Սուրբ Հոգին կգա քո մեջ կբնակվի։ Աստված Սուրբ Հոգին տալիս է իրեն հավատացողներին, իրեն հնազանդվողներին։ Ուրիշ կերպ չկա, համաձայն եք ինձ հետ։ Բայց երբ որ հավատաս եւ բացես սիրտը, Սուրբ Հոգին կբնակվի քո մեջ։ Սուրբ Հոգին տրվում է հենց փրկության պահին, ոչ թե հետո, ոչ թե առաջ։ Երբ որ փրկվում ենք, Սուրբ Հոգին գալիս եւ բնակվում է մեր մեջ։ Եփեսացիս 1:13 Նրանով դուք եք հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք։ Լսեցիք, հավատացիք, Սուրբ Հոգով կնքվեցիք։ Հավատալու եւ փրկվելու պահին արդեն հավատացյալի մեջ Սուրբ Հոգին գալիս եւ բնակվում է։ Սա զգացողություն չի, արտաքին մի բան չի միայն, այլ ներքին փոփոխություն է, նոր ծնունդ, նոր բնություն, նոր մարդ։ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ կյանքի սերմն է դնում եւ մեռած մարդը հարություն է առնում։ Գաղատացիս 3:2 Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ, օրենքի գործերով Հոգին ընդունեցիք, թե քարոզության հավատալով։ Գործերով, օրենք պահելով Սուրբ Հոգին չես կարող ընդունել, բայց երբ որ քարոզը տրվում է եւ հավատում ես, Սուրբ Հոգին քո մեջ գալիս եւ բնակվում է։ Սուրբ Հոգին բնակվում է հավատացյալի մեջ հավիտյան։ Ինչ է տարբերությունը Սուրբ Հոգու լեցունության։ Եփեսացիս 5:18 բոլորը շատ լավ ինձանից գիտեք։ Մի գինովցեք գինիով, որի մեջ անառակություն կա, ինչա շատ են ասում են գինի լավ բան, ասա դրանց մեջ անառակություն կա։ Դեցա գրեպովս։ Այլ հոգով ինչ լցվեցեք։ Հոգով լցվեցեք։ Ինչ է սա։ Ոչ թե հոգին թող կա ապրի ձեր մեջ։ Սուրբ Հոգով լցվել նշանակում է նրան տալ ազատություն լցնելու մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտը, ազատություն առաջնորդելու մեզ եւ վերահսկելու մեր կյանքը։ Այդ ժամանակ նրա զորությունը կգործի մեր միջոցով այնպես, որ մեր գործերը Աստծո համար պատղաբեր կլինեն։ Սուրբ Հոգով լցվել նշանակում է թույլ տալ, լայն բացել, որպեսզի Սուրբ Հոգին ազատ գործի կառավարի առաջնորդի քո կյանքը։ Սա է Սուրբ Հոգու լեցունությունը։
երկու բացատրություն տամ, որ մեկը կսիրեք, այդ մեկին հավատացեք։ Սուրբ Հոգով լցվել, շատերն ասում են, ուրեմն մի անգամ լցվեցինք, ապրեցինք, կարծես թե այդ պաշարը, չափը ծախսեցինք, վկայեցինք, հալածվեցինք, քարոզեցինք, երգեցինք, ուրեմն նորից տեղը պիտի լցվի, ճիշտ բաժակի պես խմեցինք, էլի պիտի լցվի, պիտի լցվի։ Սա մի բացատրությունն է, բայց չեմ կարծում, որ Սուրբ Հոգին մենք ծախսում ենք, պակասում է եւ այդ չափը նորից պիտի լցվի։ Ես ուրիշ բացատրություն ունեմ, բայց սա անձնական բացատրություն է։ Երբ որ Սուրբ Հոգիով մենք լցվեցինք, մենք ընդամենը 1 լիտրանոց կարողություն ունենք հոգևոր կյանքի մեջ։ Երբ որ սկսեցինք աճել, մեծանալ, նոր ծառայություն, նոր գործեր, նոր պարգևներ, նոր ընթացք, մեր տարողությունը մեծացավ, ուրեմն կարիք կա, որ նորից ինչ լինի, Սուրբ Հոգիով լցվենք։ Եվ այդպես ամբողջ մեր կյանքի ընթացքում Սուրբ Հոգիով պիտի լցվենք, որպեսզի ընդարձակենք, մեծանա մեր հասակը, որպեսզի կարողանանք ավելին անենք, մենք աճում ենք, տեղ է բացվում եւ Սուրբ Հոգին նորից լցնում է մեզ։ Երկուսն էլ ճիշտ են, երրորդն էլ դու կարող եք բացատրել, բայց մենք միշտ կարիք ունենք Սուրբ Հոգով լցվելու։ Որն է խոչընդոտը, որ Սուրբ Հոգով չլցվենք։ Մեկ խոչընդոտ կա եւ այդ էլ մեղքն է։ Ուր մեղք կա, այդ մեղքը արգելք է, խոչընդոտ է, որպեսզի Սուրբ Հոգով լցվի հավատացյալը։ Ինչ կուզի անի այդ հավատացյալը, ինչ գործեր, ռեկլամներ, ցուցադրություններ կուզի անի, եթե մեղք կա եւ այդ մեղքը հանդիմանել է Սուրբ Հոգին եւ չի խոստովանվել, դա արգելք է, խանգարում է, որպեսզի Սուրբ Հոգին ազատ գործի մարդու կյանքի մեջ։ Սուրբ Հոգու լեցունությունը շատ հաճախ չի վերաբերվում մեր երևացող արտաքին բաներին։ Ցավոք սրտի այսօր շատ աշխարհում տարածված է, թե Սուրբ Հոգիով լցված ես, արտաքին պիտի ինչ-որ մի բան հայտնի լինի։ Սուրբ Հոգով լցվածը նախ եւ առաջ վերաբերվում է մեր ներքին մտքերին, գործողություններին, շարժարիտներին։ Սուրբ Հոգին ներսից է գործում, դրսից չի գործում, ներսից դեպի դուրս ամեն ասենք սրան։ Երբ որ լցվում ենք եւ այդ լցված ուժը, զորությունը, որ ստացանք, մեզ ներսից դեպի դուրս մղում է ծառայության, որից հետո տեսանելի բաներ, այո, հրաշքներ, այո, նշաններ, այո, սահմանափակում կա, ոչ։ Եթե Սուրբ Հոգին է եւ Աստծո կամքի համաձայն եւ մենք տրվել ենք, Սուրբ Հոգին կառաջնորդի, բայց եթե միայն արտաքինը կա եւ ներսը, ինչ որ ասեցի, չկա, նոր ծնունդը, մեղքից զատումը, տեղ տալը Սուրբ Հոգուն հանձնվելը, ուրեմն այդ բոլորը կարող է լինել ոգևորություն եւ ոչ թե ինչ ոգևորություն։ Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, Կորինթացիս 6:19։ Եվ ուրեմն եթե Սուրբ Հոգու տաճար ենք, մենք Սուրբ Հոգու հետ շատ զգուշ, խաղաղավարի եւ նուրբ պիտի վերաբերվենք։ Մենք մարդիկ կան նեղացկոտ են եւ մենք շատ զգուշ ենք, որ հանկարծ մի բան չասեն, չնեղանա, համաձայն եք։ Կան դες լավ չի նեղացկոտ լինել, ասեմ ձեզ։ Հոգևոր հավատացյալը չի նեղանա իր եղբորից քրոջից, մի բան էլ ասեց անցավ, գնաց էլ հիշաչար չպետք է լինենք, բայց կա որ նուրբ ենք, զգուշ ենք վարվում։ Սուրբ Հոգու հետ շատ ավելի զգուշ պիտի վարվենք։ Նայեք, Գործք առաքելոց 5:3 ասում է Սուրբ Հոգուն չխաբենք։ Հիշում եք, երբ որ Անանիան Սաֆիրան մեղ գործեցին, ինչ ասեց Պետրոսը։ Դուք ոչ թե մեզ, այլ Աստծուն խաբեցիք, Սուրբ Հոգուն խաբեցիք։ Չի կարելի Սուրբ Հոգուն խաբել նշանակում է, որ սուտ խոսել Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգու անունից սուտ խոսել։ Ցավոք սրտի այսօր շատերը իրենց միտքը ներկայացնում են, ասելով Սուրբ Հոգին ասեց։ Գնա այդ խանութի մոտը կանգնի, սպասի, հեսա դեղին գույնի ավտոբուս կգա, Սուրբ Հոգին ասեց նստի եւ լսում եք, ասիկան կարող է Սուրբ Հոգին ասել, այո, բայց մի քիչ նման է, որ իր մտածածը, իր մտքերը վերագրում է Սուրբ Հոգուն։ Մենք չպետք է խաբենք եւ Սուրբ Հոգու անունից մեր մտքերը ներկայացնենք, սա շատ վտանգավոր է, բայց եթե Սուրբ Հոգին առաջնորդում, առանց կաշկանդվելու կարող ենք անել։ Սուրբ Հոգին չմարեն, Թեսաղոնիկեցիս 5:19 մի մարեք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մենք չենք կարող մարել, բայց մեր մեջ եղած Սուրբ Հոգու գործունեությունը մենք կարող ենք սահմանափակել։ Ինչպես մեղք գործելով, ինչպես մեր անձի ուզածը անելով, ինչպես մեր խելքով շարժվելով եւ ոչ թե Աստծո Սուրբ Հոգուն վստահելով։ Սրանք կարևոր բաներ են հոգևոր կյանքի մեջ, որովհետեւ մենք կարողանանք
իրոք հոգևոր կյանք ապրենք, մենք պիտի տրվենք Սուրբ Հոգուն։ Դուք գիտեք, նրանք ովքեր լողալ են սովորել եւ ջրի մեջ կարողանում են լողալ, ամենակարևոր օրենքներից մեկը, երբ որ ջրի վրա դու պետք է թույլ պահես քեզ, հանձնվես, վստահես ջրին, թույլ տաս, որպեսզի ջուրը քեզ պահի, հետո նոր սկսես լողալ։ Բայց եթե դու չվստահես, ուզենաս ինքդ քեզ պահես, ուժասպառ կլինես, ջուր կխմես, այդ ինչ հետել իշ ջուրա եւ կխեղդվես։ Սուրբ Հոգուն հանձնվել հենց սա է նշանակում, երբ որ դու հանձնվել ես Սուրբ Հոգուն, մյուս կողմից էլ մարդկային ջանքերով ինչ որ բաներ ես ուզում անես, դու դավերը չես կարող լողալ, լողալու համար պետք է հանձնես Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգի ինձ առաջնորդի, Սուրբ Հոգի տրվում եմ քեզ քո կամքը թող լինի։ Իմ ջանուց այստեղ փոքր փակագից բացեմ։ Նոր ուսմունքներ են պտտվում, որ մենք Հիսուսին չենք կարող աղոթել, դա սխալ է, հիմա կբացատրեմ, եւ առավել եւս Սուրբ Հոգու հետ չենք կարող մենք խոսել, աղոթել, որտեղ նոր կտակարանի մեջ իբր թե ուղղակի համարներ չկա, որ մենք Հիսուսի հետ խոսենք, ասում ենք ցույց տվեք, ամբողջ Աստծո խոսքի մեջ։ Ես մեկին միտեղ ցույց տվեցի, թե ինչպես Ստեփանոսը մեռնելուց ասեց Հիսուսին, տեսավ եւ խոսեց եւ հանձնեց իրեն, ասեց, չէ, մենակ մեռնելուց կարող խոսել։ Այսինքն Հիսուսի հետ մենակ մեռնելուց։ Հետո Սուրբ Հոգու հետ հեչ Սուրբ Հոգու ուղղված աղոթք չկա կարծես թե նոր կտակարանում։ Հակառակ որ Սուրբ Հոգու անձնավորություն լինելու մասին հարյուրավոր համարներ կան։ Քիչ հետո կտամ ձեզ Սուրբ Հոգին արգելում է, սովորեցնում է, առաջնորդում է, օծում է, տանում է, դռները բացում է, եկեղեցին կառավարում է, առաքյալներն ասում են Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի եղավ որ այսպես անենք։ Սուրբ Հոգին է ամբողջ այդ գործանողը, բայց այստեղ ի՞նչն է խնդիրը, սիրելիներ։ Ճիշտ է, որ մեր աղոթքը Սուրբ Հոգով Տեր Հիսուսի միջոցով հորն է ուղղված, սա քրիստոնեական աղոթքի ֆորմուլան է, բայց մենք եթե մտքով փորձում ենք տարանջատել, տարբերել հորը որդուն Սուրբ Հոգուն, մենք ընկնում ենք այսպիսի շփոթության մեջ։ Նոր քիչ առաջ ասեցի, չպետք է բաժանենք։ Երբ որ մենք ասում ենք Սուրբ Հոգի, դա նույն Աստծուն, նույն հեղինակությանն ենք դիմում։ Փաստ ասեմ ձեզ։ Տեր Հիսուս համբարձվելուց ասեց, գնացեք ամբողջ ազգերը եւ մկրտեք նրանց հոր, որդու, Սուրբ Հոգու անունով։ Պենտեկոստեի օրը կարդացեք ժամանակ խնայելու համար։ Երբ որ ասեցին ինչ անենք, ասեց հավատացեք ավետարանին, ապաշխարեք եւ մկրտվեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Պետրոս փոխեցին։ Հիսուսը չասեց Հիսուսի անունով, ասեց հոր, որդու, Սուրբ Հոգու անունով։ Պետրոսը կժպտեր կասի դրանք նույնն են, հավասարազոր են, տարբերություն չկա։ Հոր որդու անունով կամ Հիսուսի որդու անունով նույնն է։ Հոր հետ խոսել ես, որդու հետ ես խոսել, որդու հետ խոսել ես, Սուրբ Հոգու հետ ես խոսել։ Չի կարելի մեր մտային չպատկերացնելը Սուրբ Երրորդության դարձնել վարդապետություն եւ մարդկանց ասել, որ նո Հիսուսին մի աղոթի, դու աղոթի հորը Հիսուսի անունով, չկա այդպիսի բան հիշած։ Սրանք ընդամենը մարդկային մտքի եւ Սուրբ Գիրքը հոգեվոր իմաստով չհասկանալու եւ մանավանդ Աստծո բնության մեջ տարբերություն դնելու վտանգավոր բաներ են։ Եվ երրորդ Սուրբ Հոգուն չտրտմեցնենք։ Եփեսացիս 4:30 չխաբենք, չմարենք եւ չտրտմեցնենք, չտխրեցնենք։ Այսպես Սուրբ Հոգին անձ է։ Էլեկտրական ուժը չի կարող տրտմի։ Քամին կարա տխրի։ Ինչ եք կարծում։ Չի տրտմի, չեն քամին։ Wi-Fi կարա տխրի։ Ասես որ տխուր է մի Սուրբ Հոգի ուժ չի, Սուրբ Հոգին անձնավորություն է։ Եվ Սուրբ Հոգին տրվեց մեզ։ Սա նոր ուխտ է, որ Աստված խոստացել էր։ Եվ Երկրորդ Կորինթացիս 3:3 կարդալով պիտի սահմանափակվեմ։ Հայտնի է որպես Քրիստոսի թղթեր մեզանից հոգացված եւ գրված ոչ թե թանակով, այլ ասեք կենթանի Աստծո հոգով, ոչ թե քարեղեն տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Սուրբ Հոգին այդ նոր ուխտի գործն է անում, ոչ թե քարե տախտակների վրա է օրենքները գրում, այլ Աստծո օրենքները մեր ներսի մսեղեն, մեր հոգեղեն էության վրա Սուրբ Հոգին գրում է Աստծո օրենքները եւ մեր ներսը սկսում է լցվել Աստծո ներկայությամբ եւ նրա օրենքները սիրելու փափագով եւ ցանկությամբ։ Խոսեք Սուրբ Հոգու հետ, շփվեք Սուրբ Հոգու հետ
լցվեք Սուրբ Հոգիով եւ ձեր հոգեվոր կյանքը պատղաբեր եւ հաջողակ կլինի իր փառքի համար։ Ամեն։ Երրորդն է խոսքը երբ որ լեցվենք Սուրբ Հոգիով եւ կյանքերը Սուրբ Հոգի բուդուղը պետք է արդացոլա Սուրբ Հոգի բուդուղը ինա քարակտերներ են ասեն որ մեր կյանքի մեջ պետք է երևնա մեկ բուդուղ է բայց քանի մասերը կբաժնվի եթե Սուրբ Հոգի ունենաս սեր, ունենաս խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, փառություն, հավատարմություն, հեզություն, ժուժգարություն։ Եթե ասում քո մեջդ կերևան, նամանավան քո երեսիդ վրա ժպիտ։ Հավատացյալը առանց ժպիտի Պատճառ չունի, որ ժպիտ չլա մեր երեսը։ Հավիտենական կյանք ունի, Տեր Հիսուս մեր սրտերում մեջ կապրի, Սուրբ Հոգին մեր մեջ կապրի, Աստված մեզի հետ, ինչու ուրախ չլանք։ Սուրբ Հոգին հատկնի մեր կյանքերում մեջ։ Երրորդն է խոսքը ինձ ամենևուն համար։ Հաղորդության ճիճած, պիտի խնդրեմ, որ բոլորիս ոտքի վրա ալանք, հաղորդության հատվածը խատարց կերպով գարտանք, հետո իջնանք հաղորդության։ Վասնզի դերոճմեն ընդունեցի զայն, որ ձեզի ալավանդեցի, թե Տեր Հիսուս իր մատնված գիշերը հաց արավ և կոհանալով գդրեց ու ըսավ, Արեք ու կերեք, այս է իմ մարմինս, որ ձեզի համար կգդրվի, ասիգա ըրեք զիս իշելու համար։ Նույնպես կավատը զիքեր և արավ ու սա, այս կավատը նոր ուղտ է իմ անանոց, ասիգա ըրեք, քանի անգամ որ կմելու վրա, զիս իշելու համար, վասնզի քանի անգամ որ այս հաց ուտեք, ու այս կավատը խմեք, Տերոջը մահը կպարմեք, ինչ է ինքնա։ Ուստի ով որ այս հացը ուտե, կամ Տերոջը կավատը խմե, անարժանաբար, բարդական պիտի ելնա։ Տերոջը մարմին ու արյանը, ուրեմն թող մարդ իր անձը փորձե, ու այնպես այն հացեն ուտե և այն կավատեն խմե։ Վասնզի ամոր անարժանաբար է իր անձի պատահարություն Վասնզի Տերոջը մարմին ու ճարաշեր։ Այսօր համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավաքարներ կան և շատեր ալգնեն չեն։ Վասնզի եթե ինքնիս տադելու լայի, պիտի չտադվեի, իսկ երբ տադվինք, Տերոջմեն կխրատվինք, որպեսզի աշխարհի հետ չդադարվենք։ Ուստի իմ եղբայրներս, երբ եք ժողովուրդ ուտելու, իրարուց ասացեք, իսկ եթե մեկ անընդրեք, որ կանը մեջ ուտեք, որ չտատեք հատապարտության համար ժողովուրդ։ Ողորմե ինձի ով Աստված, քո արագ կրթությանը թանանա, չնչե իմ հասակներս, իմ անունը դենես բոլորին զիս տվա, ու իմ մեղքերս զիս սրտե։ Սիրելի, ինչպես որ նոր մենք կարդացինք, այս սեղանին մոտենալը, որ ասում են անարժան չմոտենալ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, եթե դու Հիսուս Քրիստոսին քո սրտի մեջ չես ընդհանրապես դա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, երբ որ դու
այդ հայտնությունը ունենում ես ով է Աստված քո կյանքի մեջ, որ Աստված կա, դու հավատում ես, հավատացյալ ես, այսինքն հավատացյալ բառը ինչ, մի մարդ որ հավատում է Աստծուն։ Եվ ասում է ես քո սրտի տրանը կանգնած թագում եմ, եթե սրտի դուռը բացեցիր, ես կմտնեմ ես քո ընթացի։ Եվ եթե դու դա այդ քայլը կյանքի մեջ արած կաս, մենք արժանենք այս սեղանի ունենալ։ Ես ուզում եմ մի փոքրիկ վկայություն ասել, որովհետև գիտեք ինչու, ասեմ ինչու։ Եթե հիմա մենք մտնենք, անենք այս ամեն ինչը հիշելով եւ այլն, հոյակապա, բայց ինքը այս սեղանի հրաշքին է։ Այնքան մարդիկ են ես լսել, թե տեսել հաղորդության ժամանակ իրենք բժշկվեն, ֆիզիկապես, ազատագրվեն, հայտնություն ստանան Աստծո կողմից տարբեր բաներ։ Եթե հիշում եք անցյալ կիրակի ես 5 րոպեանոց քարոզտրության գրել։ Եվ աչի եղբայրը ասեց ինչ, եթե քրիստոնյա ենք շպտանք։ Եվ մենք կանգնած ենք դրան մոտով աչի եղբայր, Աստի քրոջը, Ալբերտ եղբոր հետ, և մեզի մոտեցավ մի երիտասարդ, Արմենակ անունով։ Ինչու եմ այս օրինակը տալիս ձեզ։ Գիտեք ինքը ինչ իրավերանից դուրս եկա։ Ասեց ուզում էի ես իմանալ, այս ժպտող երեսները ովքեր են այս մարդիկ, որ այսքան ժպտում են։ Ու քարոզ ինչի մասին ես։ Եթե քրիստոնյա ենք, դեմքի զգուշացրա, ասա դեմք ուրախացիր քրիստոնյաս։ Եվ դա իրեն քաշեց մի բան։ Սա վկայությունն է ձեզ, մեզ բոլորին, որ երբ որ Տերը Սուրբ Հոգին մեջովը շարժվում է, ո՞նց է եկը առաջնորդեց Արման եղբայրը, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, Հիսուսի նման, չես կարող մարդու սիրես այս դեմքով, մարդու կսիրես ժպտերեսով, և դա եղբորը քաշեց, և այսօր մեր մեջն է, հենց Ալբերտ եղբոր կողք, որ նստեց իրար հետ երևի չգիտեմ ինչքան ժամանակ բայլեցին խոսելով Աստծո խոսքը։ Փառքը Աստծուն։ Ամեն։ Ամեն։ Բոլոր կարդում ենք բոլորս իրար հետ, առաջի Կորինթացիս 11-րդ գլխից 23 համարի մեջ այստեղ ես ձեզ թե ամենով թե հայերենով ձեզի փոխանցեմ եւ ասեմ ինչ է խոսքը ասում։ For I received from the Lord that which I also delivered, այն ինչ որ ես ստացա Աստծուց, որ ես ձեզի եմ հանձնում, փոխանցում, to you that the Lord Jesus, ձեզ որ Տեր Հիսուսը, on the same night in which he was betrayed, նույն գիշերը, երբ որ իրեն մատնեցին, took the bread, վերցրեց հացը, and when he had given thanks, երբ որ ինքը շնորհակալություն էր հայտնել, he broke it, կտրեց, and said, take, eat this, վերցրու և կեր. This is my body, սա իմ մարմինն է, which is broken for you, որը կտրված է քո համար. Ինչու համար? Իրեն հիշելու համար, in remembrance. Խնդրում եմ, որ Աշակ եղբայր կարի ամոթես մեզ առաջնորդելու հացի համար, որ մենք փոխանցենք մեր եղբայրներին։ Մեր սիրելի եւ բաշխելի հարավարյալ երկար Սուրբ Հայրը, քեզի սրտանց շնորհակալություն կրենք քու տված ուղղության համար, եւ մենք երևին գոտեր ուղղությունը շիդագ է, օգտակար է, հարկալավրոդեր թունքիր ես մեր բետկերը, թունս տեղծած ես մեզի, թուն կյանք ուտած մեզի ամեն օր, և թունքիր ես ինչ պետք է մեզի, և թուն այս ուղղություն դալով մեզի որտնելով որտնես, հարկլա կեզ որդեր, կաղոտ ենք այս հացը, թուն վերապոխ է, որտն է, և թող կեզի պարկ բեր է, դերիսյանով, ամեն։ Ամեն։
Երբ որ կարդում ենք 25-րդ համարի, in the same manner he also took the cup. Նույն ձև ինքը վերցրեց բաժակը. After supper saying, ընթրիքից հետո ասելով, this cup is the new covenant. Այս բաժակը նորույթն է. In my blood, իմ արյունով. This do as often as you drink. Արեք սա միշտ երբ որ խմում եք, in remembrance of me. Իշելով ինձի. For as often as you eat, իչքան միշտ որ երբ որ ուտում եք, this bread and drink this cup, այս հացը եւ այս բաժակը խմում եք. You proclaim the Lord's death till he comes. Հռչակեք Տիրոջ մահը մինչև իր գալը. Սիրելիներ, եթե ոչ բոլորդ Passion of Christ կինոն տեսած կա. Այդ կինոյի մեջ չափազանցած չի Հիսուսը ինչ որ անցկացրել է կարամ ասեմ, Աստվածաշունչը ասեց, որ անճանաչելի էր դեմքը. Եթե մենք պատկերացնենք մեր Տեր եւ Փրկիչ այս մասնակցում ենք հիշելով, ինչ արեց ինքը մեզ համար, մենք հասկանանք ինչ արժանի, ինչ յուրահատուկ պահ ասա, որ մենք մոտենում ենք այս սեղանին մասնակցելով հաղորդության. Ինքը իր արյունը թափեց մեր մեղքերի համար. Սա դա, այ որ Բաչեղբայր ասեց, մեր երեսին շփիտ պետք է առաջանա, որ ինքը սա արեց, հարություն առավ. Մենք մի պահ կատխրում ենք, որ ինքը մահացավ, արյունը թափեց, միշտ պահ ուրախություն կա, որ ինքը վերստին կյանք, հավիտենական կյանք եւ մենք էլ մասնակցում ենք դրա մեջ, ինչով հավատալով իրան. Ամեն։ Ամեն։ Եղբայրս, Աշոտ եղբայրը, դու էլ կարող ես մեզ առաջնորդես աղոթելով այս բավականին համար։ Այո, սիրելի Փրկիչ, ինչպես եղբայրս ասեց, այդ տանջանքը, որ կրեցիր, այդ գինը, որ վճարեցիր, արյունդ, որ հեղվեց, մեր նման մեղավոր մարդկանց համար մենք հիմա ոչ միայն հիշում ենք, խոնարհվում ենք, երկրպագում ենք Տեր, եւ ասում ենք, որ մենք արժանի չենք, բայց փառք ես Տեր, այդ անհուն սիրո համար։ Սիրելի պատվական Փրկիչ, խնդրում ենք այս արյունը միշտ պիտի հաղորդվենք, թող սա լինի որպես համբույր քո վերքերին, քո ծակված ձեռքերին եւ քո Գողգոթայի գործը թող ել ավելի տարածվի մեր մեջ եւ մեր միջոցով փառքի համար ամեն։
Տերից օրհնելով ավարտենք մեր այսօրվա պաշտամունքը։ Աստված օրհնի քեզ եւ պահի ձեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը ձեզ վրա եւ ողորմի ձեզ։ Աստված բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա ձեզ բոլորիդ։ Ամեն։ Փառք ենք տալիս քեզ Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար մեր եղբայրների եւ քույրերի համար։ Փառք ու պատիվ քեզ։ Ամեն։